իրականում ուզում եմ մի հատ խմեմ, թարմանամ իմ favorite խմելիքը, մազան։ Yummy։ Լավ։ Հիմա արդեն լավ եմ։ Բարի օր, սիրելի երոստատիդող։ Այսօր պատրաստելի եմ իմ ամենասիրած ասեմ, բայց իմ երեխեքի եւ իմ ընտանիքի սիրած նաեւ ճաշերից մեկը կամ ուտեստներից մեկը, որը հավով ֆունճոզան է, շատ հեշտ է պատրաստվում, շատ արագ է, պաղաթիչները քրեթե գանդուրը մի երկու բան կարողա չլինի, գնաք շուկայից կվերցնեք, կգաք։ Իսկ վերջում ստանալու ենք մի համովություն, մի հետաքրքիր պաղաթիչներով եւ այդ ամեն ինչը շատ համով է լինելու։ Այսօր պատրաստելու ենք հավով ֆունճոզա։ Մեզ հարկավոր է մի դոբրակ ֆունճոզա, մի հատ հավի կրծքամիս, մի հատ կարմիր բղբեղ, 10 հատ կանացող, 4-ից 5 բջեղ սխտով, մի բաժակ կերիչով անցկացրած գազան, կես բաժակ հնդկական պոպոկ, 3 ճաշի կտալ սոյայի սոս, մի ճաշի կտալ գծու սոս, 2 ճաշի կտալ մեղր, 1 ճաշի կտալ շաքարակագույն շաքար։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ, պապրիկա եւ կունջուտ։ Իհարկե այս բոլորը մարանիկից։ Եվ իհարկե extra version ցիտապտղից հետ։ Մինչև գդրատելս հավը, կարող եմ ցեզ ասել, ընդհանրապես ես ֆունճոզան մի քանի տեսակով եմ պատրաստում։ Նախ ասեմ հավերը սենց փարակ այսպիսի շերտեր եմ անում, այսպես, կարող եք ավելի կարճ, բայց փարակ շերտեր ավելի համով է լինում։ Ինչ եմ անում, ընդհանրապես սառնարանը սպասում եմ, տեսնում եմ ինչ պանչարեղեն ունեմ ու ըստ դրա ես որոշում եմ, այսինքն տենց օրենք չի գա, որ ֆունճոզան այս ինչ պանչարեղենով պետք է լինի կամ այն ինչ, կամ նույնիսկ միսը։ Ես մեկ պատրաստում եմ հավով, մեկ պատրաստում եմ օրինակ բիֆով, նույնիսկ խոզովել եմ պատրաստում եւ շրիմփով, այսինքն ծովախետկեդինով։ Դրա համար դենց սահմանափակում մի անեք ձեր համար։ Հիմա այսօր ես հավով եմ պատրաստում, քան որ ամենահասանելին է, ամենահեշտն է։ Այս պիսով այսպես կդրատում ենք մեր հավերը։ Ու արդեն միշտ հիշենք, որ հավերը ընդհանրապես նույն փարագությամբ պետք է անենք, որովհետեւ մենք նույն տապակի մեջ տապակելու ենք ու իրանք պետք է բոլոր հավերին արդար ժամանակը տանք ու չենք կարա ինչ որ մի հատը ավելորդ եփենք մի հատը պակաս, որովհետև ամենուն նույն ժամանակն ենք տալու։ Դրա համար մեծ բզդիկ, շատ մեծ բզդիկ չի կարելի։ Մի քիչ տարբերություն օքեյ է, բայց միշտ դրա համար տեսնում ենք հավը, եթե ամենամանր ենք անում, բոլորը մանր ենք անում, կամ ամենը եթե մեծ ենք անում, նույնն ենք, որովհետև պետք է նայենք ինչ ժամանակ պետք ունի այդ միսը եփվի, ըստ դրա արդեն բոլոր գդորները նույնն է լինելու։ Այսպես կդրատում ենք բարակ շերտերի։ Հիմա գդրատելուց հետո պետքա մի թեթև համեմունք տնենք, այսինքն համեմունքը շատ հեշտ է, մի քիչ ավելացնում ենք ցիտապտղից հետ, ավելացնելու ենք պապրիկա եւ ավելացնելու ենք սև բղբեղ, մի քիչ էլ աղ։ Իրականում ես մեկ-մեկ քունջուտից հետ եմ ավելացնում, բայց ուզեցի այսօր բարձ ցիտապտղից հետո անել, որ ցեզի ավելի հասանելի եւ հեշտ լինի, բայց եթե գուզեք եւ կամ ունեք քունջուտից հետ, կարող եք փոխարինել ցիտապտղից հետը քունջուտից հետով։ Այս տեսակի բաները, կամ ճապոնական ուտելիքները, կամ չինական ուտելիքները անպայման, եթե այս տեսակ բաներ են, կունջուտից հետը սազում է։ Այս մասն ենք կտրատում ու արդեն մեկ հատ մարինեյթ ենք, սկսենք տապակել։ Մինչ այդ մենք արդեն սոխը կտրատենք։ Եվ այսպիսով հավերը վերջացնում ենք ու արդեն մարինեյթ ենք անում։ Դե ինչ, հիմա հավը կտրատել ենք, պետք է մարինեյշն ունենք, իմիջիալոց արդեն այդ ժամանակաշրջանի մեջ մեր մազան վերջացել է, ես խմեցի, բայց իմ գործընկերներն նախ խմեցին, չեմ բահի, չեմ տակցնի ցեզանից, կամ որ շատ համով է, բայց երևի արդեն գցեմ։ Մերսի։ Ուրեմն գնում ենք այստեղ, վերցնում ենք մեր սև բղբեղը, ավելացնում եմ սև բղբեղ, ավելացնում եմ աղ, պապրիկա, մի հատ լավ խառնում եմ, մի քիչ էլ ցիտապտղից հետ,
Արդեն ունենք լավ marination։ Այս սրան ասում են thanks to Maranիկ։ Առանց Maranիկի մենք էսի անհամ ենք ուտել։ Ահա, պատրաստ է արդեն։ Կարող ենք արդեն ավելացնել մեր տապակին, մեր չուրներ պատրաստ է, որպեսզի խաշենք։ Ֆունչոզան։ Հիմա այս հավը տնելուց հետո այս տախտակը լավ կմաքրենք սավայով, էնել thanks to սավա, առանց սավայի մենք մեր ամանները մաքուր չեր լինի։ Գնանք հավերը դանենք։ Դե ինձ սիրելիներս, միջև հավը սկսի տապակել, մենք այդ այս տախտակը մաքրենք, որովհետև հավ ենք կդրադել իրա վրա ու հետ բերենք կդրադելու պանչարեղենը։ Իմիջայլոց արդեն ավելացնում եմ ֆունչոզան, մի քանի րոպեից պետքա տնենք ու հանենք, շատ երկար պետք չէ թողենք։ Դե ինձ սիրելիներս, տեսակ արդեն հավը սկսել է դաբակել, ես շատ արագ սոխերը կկտրատեմ ու կավելացնեմ, ու ընդեղ ունենք սխտորը պատրաստ է ու կամաց արդեն բղբեղը և սոխը։ Հիմա սոխերից երկու տեսակն ենք ավելացնելու, այսինքն սպիտակ սոխից ամբողջականը, իսկ կանաչ սոխից միան սպիտակ մասերը։ Ոնց ասեցի սկզբում, կանաչ մասերը ամենավերջում ենք ավելացնելու։ Ստա գիսալուսին ենք անելու։ Փարակ գիսալուսին անշուշտ։ Ավելացնում ենք սոխը։ Սխտորը։ Մի հատ խառնում եմ, որպեսզի սա խամելը իրար դան։ Ավելացում եմ քաժոն։ Հիմա կդրադելու ենք բղբեղը։ Այսպես պարակ շերդեր։ Իմիջայլոց ֆունչոզան կարող ենք հանել, արդեն պատրաստ է։ Մի հատ էլ բաղջուրով անցկացրեցինք ու գնանք։ Բղբեղը շարունակում ենք։ Ավելացնում ենք։ Այս սպիտակ մասերը կտրատում ենք ու ավելացում ենք։ Ստեպրինը խառնում ենք։ Ավելացնում ենք սոյայի սոսը։ Ավելացնում ենք brown sugar-ը, այսինքն շագանակի քույն շաքարը, սիրաչան կամ գոձու սոսը, մեղրը, արդեն ինչ հոդեր, ինչ համով հոդեր կան ստեղ։ Հիմա կարող եմ ֆունչոզան ավելացնել, որպեսզի ֆունչոզը ավելի էփի։
Իրականում ես մի քիչ իմ համար փոքր եղավ, բայց ուզում էի դենց տեղանեի, որ դուք կողքից կարողանաք տեսնել։ Հիմա մի քիչ ավելի մեծ կաթսայի դեղափոխենք, որ ավելի հեշտ խառնենք։ Ոնց որ 2 րոպե էլ թողենք, արդեն ինքը պատրաստ կլինի։ Դե ինձ սիրելիներս, քրեթե պատրաստ է, ավելացնում ենք կանաց սոխը վերջում կդրատելու ենք մի քիչ սենց երկար, այսպես, այսինքն 3 մաս ենք բաժանելու ու ավելացնելու ենք։ Արդեն խառնում ենք, պատրաստ է ինքը։ Ահա, ափսեն էլ բերեցի, մեր Անուշիկ իմ սիրած Տոնյանայի ափսեները ու կարող ենք արդեն մատուցել։ Եվ քանի որ մենք վերջում պետք է տնենք մարանիգի կունջուտը, համով կունջուտները հատուկ յուրահատուկ թարմ իրականում մի հատ լավ խառնում եմ ու ավելացնում ենք։ Այսպես մի քիչ ամեն ինչից դնում ենք, մի քիչ մսերից, մի քիչ կաժո, այսինքն հնդկական բոբոկ, պղպեղ, սոխ, հավ եւ զարդարում ենք մեր ափսեն։ Այդքան անուշ հոտ է այստեղ։ Ահա, հիմա ավելացնում ենք կունջուտը, Դե ինձ սիրելիներս, մենք արդեն մեր ֆունչոզան պատրաստ ենք, կարող ենք վայելել, բայց մինչև վայելելը ես ուզում եմ ցեզ ասեմ, չմոռանաք հետևել մեր էջերին, Facebook եւ Instagram, Համի Կախնիկ եւ իհարկե բաժանորդակրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի ամեն օր թիթեք մեզ, Արավոտ Գեսոր եւ Իրիկուն։ Արավոտը նայում եք ժամը 9-ին Կետրոն TV, երկրորդ կեսին ժամը 17:00 Կետրոն TV, իսկ գիշերը կարող եք տնել YouTube-յան ալիքի վրա նայել մեզ եւ վարակույրները փակել, որը իրիցից եք վերցրել եւ քնել։ Քնելուց առաջ պետքա փորձենք ամեն բարակայ։ Գնացինք։ Yummy։ Իրականում համերը այնքան համով, այնքան դենց համեր աշխ գնացել է իրար հետ, հավը եւ պանչարեղենը եւ սոխը, կաժոն, հնդկական բոբոկը եւ այդ համեմուկները իրան ցենց հարստություն ա տվել։ Իրականում ձանր չէ, շատ թեթև է ու շատ համով է։ Ես գիտեմ, որ շատերը սիրում են ֆունչոզա ուտելիքներ, այս անպայման շատ կհավանեք, անպայման պատրաստեք ու ինձ գրեք, եթե հավանել եք, շատ եք սիրելու եւ դուք եւ ձեր ընտանիքը։ Սպասում եմ պատրաստեք, ինձ գրեք եւ ցեզ բարի խոժակ։ Չեմ հավատում։ 7 րոպե գրել ենք սիրել, որից 17-ը դու հազիվ օգտագործես։ Հələ 17 րոպե կեսից կլիկ կմտնես։